արաբական երկրներում վերջին 1.5 տարում ծավալված այսպես կոչված արաբական գարնան ամբողջ ընթացքը եւ ներկայումս Սիրիայում ընթացող քաղաքական լուրջ հեղաբեկումները ակնհայտ են դարձնում Հայաստանի Հանրապետության պաշտոնական մարմինների եւ կազմակերպական կառույցների կրավորականությունը եւ անհամապատասխանությունը հայության արժեվ կանգնած մարտահրավերների մասշտաբին։ Առհասարակ պետք է ասել, որ մեր նման երկիրը խաղաղ պայմաններում իր սուպեր նախարարությունը պետք է լիներ Սփյուռքի եւ Հարենադարձության նախարարությունը։ Եթե ուրեմն նայենք այն կարևորագույն համաթիվ, որով բնորոշվում է կառավարումը մեր նման երկրներում, դա հաշվեկշիռն է ուրեմն արտագաղթող եւ ներգաղթող ժողովրդի։ Եվ այդ համաթվով մենք տեսնում ենք, թե ինչ ծանր արդյունքներ ունենք մեր վերջի 20-ամյա անկախության տարիներում։ Իհարկե, բարձրագոչ հայտարարություններ են անում, իբրև թե մենք ունենք ծրագրեր, ինչպիսին օրինակ հայկական աշխարհն է, Արի տուն ծրագիրն է, բայց այս բոլոր ծրագրերը առ ոչինչ են դառնում այնպիսի մի ուրեմն վարքագծի խորապատկերի վրա, ինչպիսին է Արմավիա ազգային ավիափոխադրիչը, եւ մենք տեսնում ենք, որ այն Պիղատոսյան լռությունը եւ անգործությունը, որ այս 1.5 տարիների ընթացքում, մեկ տարվա ընթացքում այս վարքագծի նկատմամբ դրսևորել են մեր պատկան մարմինները, փաստորեն եւս մի անգամ ապացուցում են, որ մենք չունենք որևիցե լրջմիտ արձագանք եւ անհանգստություն մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Միայն հասարակական ճնշման արդյունքում էր, որ երեք նկատեցիք, որ բեկում եղավ այս հարցում, եւ սա եւս մեկ անգամ բացահայտում է ուրեմն ծրագրերի բացակայությունը, ազգային ծրագրերի բացակայությունը։ Ուրեմն այս խնդիրների լուծման համար բնական է հասարակությունը բնազդով թե Սփյուռքում, թե Հայաստանում բազմազան նախաձեռնություններ են ներկայումս ձեռնարկում եւ Սարդարաբադ շարժումը ողջունում է բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները այս առումով եւ մենք գիտակցում ենք, որ շատ ավելի լուրջ ուրեմն նախաձեռնություններ են անհրաժեշտ եւ այդ պարագայում ես դες տեղյակ եմ պահում, որ առաջիկա 1 ամսում Սարդարաբադ նախաձեռնությունը հանդես է գալու 2 կարևորագույն նախաձեռնությամբ, առաջինը դա կլինի մեր պետականության կազմակերպական նորացման, արմատական նորացման նախաձեռնությունը եւ հայրենադարձության կազմակերպման նախաձեռնությունները։ Այսօր գլխավոր խնդիրը կոնկրետ Սիրիայում ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը անդեր վիճակում է։ Առաջին հերթին այս խնդիրը պետք է լուծել, այսինքն եւ դերի հայությունը եւ այսօրվա հագամարտո կողմերի ղեկավարությունները պետք է շատ լավ հասկանան, որ Սիրիայի քաղաքացի հայերը ունեն դեր եւ արիտից օգտվելով նաեւ պետք է ասեմ, որ ընդհանրապես մենք նաեւ խոսքս ուղղելով երիտասարդությանը ասեմ, որ այդ պարտիցից պետք է դուրս գանք, որ մենք փոքր պետություն ենք, մենք քիչ ենք, ինչ կարող ենք անել։ Ես ցեզ ասեմ, եթե մենք այսօր ունենայինք պետություն եւ այդ պետությունը եթե վարեր արտաքին ակտիվ քաղաքականություն, մենք այսօր նստած ենք լինելու մեծ միջինարևելյան բանակցությունների գլխավորների ցեղանի շուրջ, այսինքն քեր դերություններ պլյուս Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նստելու այնտեղ։ Սակայն ինչպես իմ խոսքի սկզբում ասեցի, այդ գործոնը դժբախտաբար մինչ օրս շարունակվում է օգտագործվել օտար գայսությունների կողմից։ Ժամանակ եկել է մենք մեզ դեր կանգնելու։ Վտանգը կայանում է նրանում, որ հայաթափությունը, որ գնում է, հետնել հայաթափվում է Հայաստանը։ Այսինքն այդ հոսքը մարդկանց ոչ թե գնում է Հայաստան, այլ գնում է արևմուտք։ Եվ ստեղ հարց է առաջանում. մենք ունենք ազգային պետություն, թե ոչ, գոնե այդ արտագաղթը, որ տեղի է ունենում մեր համայնքներից, գոնե մի հոսք պետք է գա Հայաստանում, թե գումարվի դրան Հայաստանի արտագաղթը։ Այո, եւ ես, որպես Հայաստանի Հանրապետության հարկատու, պահանջում եմ
պետությունից, որ ինքը լուծի այդ հարցը, ես իրավունք ունեմ, իսկ ինքը պարտավոր է լուծել, թե ես իրանից ինչ եմ պահանջում, դրա համար ինքը այնտեղ վերևներում նստած է, թող որոշի ինչ է անում։ Երբ շախմատիստը շախմատ է խաղում, մենք ասում ենք ախպեր ջան, դու պետք է հաղթես, բայց մենք չենք գալիս խորհուրդ ասում, գիտես, ինչ այստեղ ձիով խաղա, այստեղ փղով խաղա։ Ինքը եթե ինքը ասում է ես շախմատիստ եմ, ինքը պետք է հաղթի։ Եթե դու պետություն ես, դու պետք է խնդիր լուծես, ոչ թե փախնես հարցերից։ Եվ այդ կրավորական դեպքը մենք իրանցից ինչ ենք պահանջում, չեն կարող լուծել, թող գնան։ Շատ պարզ բան, այդ իմ խնդիրը չէ։ Կներեք, հիմա մենք ասում ենք արդեն մի քանի խնդիրներ, բայց դա մեծ իմաստով մեր խնդիրը չի։ Ձեր խնդիրը չի շախմատիստին ասել ոնց հաղթի։ Ու մեր խնդիրը չէ իրանք որոշել են, որ իրանք ղեկավարելու են այս երկիրը։ Սա նշանակում է իրանք որոշել են խնդիր լուծելու, թող լուծեն, չեն կարող, թող հրաժարական տան։ Պարզ մեխանիզմներ կան ամբողջ աշխարհում։ Չեմ կարող, թույլ եմ, այս կոմենտում հրաժարական տվեք, բայց ոչ թե ես մնամ, բայց ինչ անեմ, այդ հարցի ձև չի, էլի այսքան։